Ողջունում եմ բոլորիդ սիրելիներս ու առաջարկում միասին նրբաբլիթներ պատրաստել, երբ ամեն բան գիտես եւ շատ հեշտ է եւ արդյունքը միշտ գոհացնում է։ Նաեւ կներկայացնեմ, թե ինչպես ստանալ շատ բաց գույնի թերթիկներ ու կբացատրեմ, թե որ դեպքում է դա հնարավոր ու ավելի հեշտ ստանալ։ Իսկ ամենավերջում բոլոր հետաքրքրասերների համար կունենամ նաեւ լրացուցիչ տեխնոլոգիական մանրամասներ։ Եթե սիրում եք իմանալ ավելին, մնացեք մինչև վերջ։ Եվ այսպես, հատկապես սկսնակների համար 1 կիլոգրամից մոտ 200 գրամ խոզի միս է, հյութալիության համար մնացածը տավարի միս է։ 1 միջին գլուխ սոխել եմ աղացել, ինչպես իմ տատիկներ ասում, որպեսզի մսաղացում մնացած միսը դուրս գա, բայց իրականում համի համար է։ Բայց շատ չեմ ավելացնում, որ քաղցրահամ չլինի։ Հիմնական սոխը սոխառածի տեսքով կավելացնեմ։ 1 կիլոգրամ մսի համար 1 ճաշի գդալ աղ եմ լցնում ժողովուրդ, բայց առանց բլրակի։ Սա այն օպտիմալ տարբերակներից է, որ միշտ ճիշտ է դուրս գալիս։ Մոտ 10-ից 12 գրամ է ստացվում։ Ես որպես կանոն այստեղ շատ համեմունքներ չեմ ավելացնում, մսի համար չեմ փորձում ծածկել։ Միայն 1 լիքը թեյի գտալ սև պղպեղ եւ 1 լիքը թեյի գտալ կարմիր պղպեղ։ Բայց քանի որ իրանից ինձ հետ համեմունքների խառնուրդ եմ բերել, շատ տարբեր համեմունքներ կան, դրա համար ուղղակի 1 ճաշի գտալ սրանից կավելացնեմ ու վերջ։ Հիմա ուղղակի լավ խառնում եմ, ընդհանրապես որ բաղադրիչները խառնվեն։ Շատ երկար չենք աշխատում, որ միջուկը նուրբ լինի ու ձիգ չստացվի։ Աշխատելու ընթացքում մի քիչ ջուր եմ ավելացնում, գոլ վիճակում է։ Ամբողջ բաղադրատոմսը եւ գդալներով եւ գրամներով, ինչպես կուզեք, մանրամասն գրված կլինի տեսանյութի ներքևում, նկարագրության բաժնում։ Հիմա մոտավորապես 30 րոպեով պետք է թողնեմ, որ հանգստանա։ Այդպես եւ ավելի հյութեղ է ստացվում եւ համերը խառնվում են։ Բայց կարելի է ավելի երկար էլ, օրինակ 1 ժամ կամ դրանից ավել։ Նման դեպքում իհարկե սառնարանն ենք դնում, բայց եփելուց մոտավորապես 20-30 րոպե առաջ պետք է դուրս բերել։ Ցանկալի չէ սառը վիճակում տապակել, ընդհանրապես որևէ միս սառը վիճակում ցանկալի չէ տապակել։ Լավ կլինի սենյակային ջերմաստիճանի լինի։ Սոխառածի համար 2 միջին չափսի սոխ կկտրատեմ։ Ես երբեմն սոխառածի հետ նաև քերած գազար եմ ավելացնում։ Դա ոչ միայն համն է ավելի բազմակողմանի դարձնում, այլ նաև ավելի հյութեղ է լինում, որովհետև այն հյութը, որ պետք է գոլորշիանա, մնում է գազարի մեջ։ Այն սպունգի պես քաշում է եւ համերը, եւ հյութը։ Այս անգամ որոշեցի հենց դասականը պատրաստել, ինչ որ պատրաստում են հայկական ընտանիքներում բոլոր տոներին։ Ինչ վերաբերում է համեմունքներին, ես շատ հաճախ պատրաստել եմ ընթացքում ավելացնելու տարբերակով, այսինքն մի քիչ միսը տապակել եմ, ընթացքում ավելացրել համեմունքները, սև պղպեղն ու կարմիրը վերջին ավելի մոտ, բայց հետո համեմատելով եկա այն եզրակացության, որ այսօրվա առաջարկած տարբերակը շատ ավելի համեղ է ստացվում, քանի որ միջուկը շատ երկար չի եփվում, աղացած միսը շատ արագ է պատրաստվում ու դրանք միևնույն է շատ երկար չեն տապակվելու, իսկ նախապես ավելացնելու դեպքում շատ ավելի լավ են համերը խառնվում։ Փորձեք ու համեմատեք։ Սոխը շատ չենք կարմրացնում, մի քիչ թափանցիկ դառնա, հերիք է ու ավելացնում ենք միսը։ Որպեսզի միանգամից տաքանալուց ամբողջական գնդի չվերածվի կամ մեծ գնդեր չլինեն, ժամանակ առ ժամանակ ուղղակի մանրեցնում ենք, աշխատում ենք դրանք բացել։ Հենց գնդիկները բացեցինք, մանր համաչափ զանգված ստացանք, կափարիչը կարող ենք փակել ու թողնում ենք, որ եփվի իր այդ հեղուկի գոլորշու մեջ։ Ժողովուրդ չափազանց շատ ճարպ, բուսայուղ, յուղ եւ այլն մի լցրեք։ Լցնում ենք միայն այնքան, որքան կարող է սոխը ներքաշել։ Մնացածն արդեն միևնույն է ուղղակի այդպես մնալու է, ոչ գոլորշիանում է, ոչ էլ խառնվում է ընդհանուր զանգվածին։ Ուղղակի շատ տհաճ ու շատ խոնավ է լինելու միջուկը։ Արդեն պատրաստ է։ Լրիվ չոր չենք թողնում, ժողովուրդ մի քիչ դեռ հեղուկ մնացել է, կափարիչը բաց կթողնենք եւ կհովանա եւ դա էլ կգոլորշիանա, որ դրա պատճառով հետո շատ չոր չստացվի։ Խմորն ենք պատրաստում։ Իմ արիքում հրաշալի տարբերակներ կան, որոնք ուղղակի ժանյակներ են ստացվում, նուրբ, ամեն ինչ հաշվարկած, որ երբեք չսխալվեք։ Այսօր նման եւս մեկ որակով խմորի տարբերակ եմ առաջարկում, հաստատ չեք փոշմանի։ Մի խոսքով ես հղումները կթողնեմ, տեսականին շատ է, բոլորը մեկը մեկից լավն են։ Սկսեցինք, թասի մեջ կոտրում ենք 4 միջին չափսի ձու, 50-ից 55 գրամ է, առանց կեղևի։ Մի թեթև խառնում ենք, դեղնուցի պարկուճներն ենք բացում։ 1 ճաշի գդալ շաքարավազ եմ ավելացնում, վստահեցնում եմ շատ համեղ է լինում, քաղցր չի լինի։
Ինչպես արդեն ասել եմ, եթե չեք հիշում, խնդիր չկա, բաղադրիչները մանրամասն կգրեմ տեսանյութի ներքևում։ Ավելացնում եմ 600 մլ գոր ջուր։ Ալյուրն ենք հիմա ավելացնում, կաթը քիչ հետո։ Ավելացնում ենք 3.5 բաժակ ալյուր, բաժակը 250 մլ է։ Եվ 1.5 թեյի գդալ աղ։ Բաժակից ծավալը 250 մլ է։ Ժողովուրդ ջան, այսպիսի մի ունիվերսալ խորհուրդ բոլոր բաղադրատոմսերի համար։ Ինչ էլ որ պատրաստեք նման խմորների դեպքում հեղուկի մեծ մասը թողեք վերջում։ Ամեն ինչ խառնեք, ամենավերջում թողեք հեղուկի մեծ մասը։ Կարելի է օրինակ ջուրը թողնել մնացած կաթի հետ, սկզբում կաթն ավելացնել, էական չէ։ Հեղուկի մի մասը սկզբում ենք ավելացնում, մեծ մասը թողնում ենք վերջում։ Վերջում արդեն քիչ-քիչ ենք ավելացնում ու խառնում ենք։ Ամեն ավելացված հեղուկի հետ խմորի ներսում վերաբաշխում է տեղի ունենում եւ գնդիկները քիչ-քիչ բացվում են։ Քիչ-քիչ ավելացնելով հեղուկը գնդիկներն ավելի ու ավելի են բացվում ու խմորը համասեռ է դառնում։ Ոչ քամելու կարիք է զգացվում, ոչ ընդհանրապես համասեռ դարձնելու, լիարժեք հարթ է լինում։ Խմորը թողնում ենք հանգստանալու նվազագույնը 30 րոպե, բայց չափազանց երկար չենք թողնում, որ ռեզինանման չստացվեն։ Թերթիկներն ենք հիմա պատրաստում, ամեն բան շատ հեշտ է, ինչպես միշտ։ Տապակը լավ տաքացնում ենք, մի քիչ բուսայուղ ենք քսում, առաջին թերթիկից առաջ ու սկսում ենք։ Եթե թավան չկպչող մակերեսով է, ապա ընթացքում գուցե բուսայուղի կարիք ընդհանրապես չզգացվի։ Միայն սկզբում քսենք ու վերջ։ Դա արդեն դուք կտեսնեք ընթացքում։ Իսկ եթե չկպչող մակերևույթ չունի, իհարկե հաճախ պետք է բուսայուղ քսել։ Չկպչող մակերևույթ չունի, իհարկե հաճախ պետք է բուսայուղ քսել։ Ես որպես կանոն տապակում եմ բավականին բարձր կրակով, նույնիսկ ընթացքում աշխատում եմ, եթե հնարավոր է, կրակից չբարձրացնել, թողել այդպես։ Իսկ եթե դուք ուզում եք ծակոտկեն կառուցվածք, որպեսզի ժանյակների նման ստացվեն, նայեք իմ մյուս տեսանյութերը։ Ես այնտեղ առանց սոդայի ստացել եմ հենց նման կառուցվածք։ Եթե ուզում եք, որ տապակելուց հետո, օրինակ արդեն միջուկով երբ տապակում եք, նրբաբլիթները լինեն արդեն ոչ շատ փափուկ, այլ մի քիչ չոր ու ավելի խրթխրթան, սա մի փոքր այլ մոտեցում է պահանջում, այս մասին ամենավերջում կմանրամասնեմ ու կարող եք ստանալ, որ տարբերակը ցանկանաք։ Մեր թերթիկները կարող ենք ստանալ եւ լրիվ բաց գույնի եւ լավ կարմրեցված, ինչպես կցանկանաք, դա կախված է նրանից, թե ինչպես կտապակեք։ Խմորը հանգիստ կարելի է եւ կարմրացնել եւ բաց թողնել։ Իսկ եթե ցանկանում եք, որ շատ ավելի բաց լինի, շաքարավազական պակասեցրեք կամ մի ավելացրեք։ Պատրաստելուց անմիջապես հետո կարող են չոր թվալ, տեսեք, բայց մի քանի րոպեվա ընթացքում շատ նուրբ ու էլաստիկ են դառնում։ Ինչպես տեսնում եք, խմորի հետ շատ հեշտ է աշխատելը եւ հանգիստ շրջել է լինում, չի պատրվում եւ շատ էլաստիկ է ստացվում։ Հենց նոր թխված ժամանակ կամ թավայի վրա ձեզ կարող է թվալ, թե կոպիտ են, հաստ են, չգիտեմ, չոր են եւ այլն, ժողովուրդ, բայց կարճ ժամանակ մի քանի րոպե անցնելուց հետո լրիվ փոխվում են, շատ նուրբ ու շատ էլաստիկ են ստացվում։ Ուղղակի պետք է մի քանի րոպե համբերել։ Կրկնում եմ, սիրելիներս, եթե շատ ծակոտիներով ժանյակային կառուցվածքի սիրահար եք, նման տարբերակ ունեմ, առանց սոդայի ստացել եմ հենց նման արդյունք։ Այստեղ 55 հատ է, 22 սանտիմետր տրամագծով, մեծ թերթիկներ, եւ եւս 4-5 հատ, որ ընտանիքում արդեն փորձարկել ենք ու ընտանեկան խորհուրդը երաշխավորում է, որ շատ լավն է։ 1 լիտր կաթով, տեսեք, այսքան ենք ստանում, բավականին շատ է ու այս ամբողջը 1 լիտր կաթով։ Շատ ավելի մատչելի ու հարմար է, աշխատելն էլ ավելի հեշտ է։ Նույնիսկ եթե թողնեք 2-3 օր էլ պահեք սառնարանում, ինչպես ուզում եք, միևնույն է չեն պատրվի։ Արդեն 3-րդ օրն է, ինչ նրբաբլիթները պատրաստել եմ, տանը չեմ մնացել, որ շարունակությունը ավարտը նկարահանեմ, բայց նաև սա շատ լավ առիթ է, որպեսզի որակը ցույց տամ։ Հատուկ սկսնակների համար, սիրելիներս, եթե պատրաստվում եք փաթաթելուց հետո դրանք տապակել ու նոր մատուցել, իհարկե ցանկալի է, որ ավելի բաց գույնը արտաքինից լինի, որ տապակելուց հետո գեղեցիկ լինեն։ Իսկ եթե պիտի փաթաթեք միջուկով ու այդպես մատուցեք, իհարկե լավ կլինի, որ մուգ ու ավելի գեղեցիկ գույնը դրսում լինի։
Հիմա անցնենք սպիտակ նրբաբլիթներին։ Պատրաստում եմ նույն խմորը, բաղադրիչները նույնն են, միայն թե կաթն ու ջուրը, այսինքն հեղուկը ավելի տաք եմ վերցնում, գոլից մի քիչ տաք, այսինքն մոտավորապես 40-42 աստիճանի։ Ու նաև շաքարավազ չեմ ավելացնում, որովհետև շաքարավազով դրանք տապակվելիս կարմրում են։ Ստացվում է նույն խմորն ենք պատրաստել, միայն թե հեղուկը մի քիչ տաք ու առանց շաքարավազի, ու իհարկե տապակում ենք ոչ շատ երկար, հենց մի փոքր ամրացավ շրջում ենք։ Կարելի է նաև մի կողմը լավ տապակել, որպեսզի եւ շրջելը ավելի հեշտ լինի եւ լավ տապակածից մի փոքր ավելի համեղ է ստացվում։ Հետո շրջել ու մյուս կողմը սպիտակ թողնել, միայն մեկ կողմը սպիտակ թողնել։ Հետո տապակելիս իհարկե երբ փաթաթում ենք, դա կթողնենք դեպի դուրս ու կստացվեն սպիտակ նրբաբլիթներ, իսկ ներսում լավ տապակված ու համեղ։ Ու տապակում ենք շատ ավելի քիչ, հենց ուղղակի ամրանան թերթիկները շրջում ենք ու վերջ, եւ նույն խմորից ստանում ենք սպիտակ կամ ավելի բաց երանգի բլիթներ։ Սիրելիներս, սպիտակները նույնպես պատրաստ են հատուկ ձեզ համար, քանի որ Facebook-յան հարցման արդյունքում պարզվեց, որ սպիտակին սպասողները շատ են։ Ես վերադարձա սիրելիներս խոստացված լրացուցիչ տեղեկատվությամբ, որոր նրանց համար, ովքեր ուզում են իմանալ ավելի։ Հիմնական մասը չծանրաբեռնեցի։ Եվ այսպես, ինչի համար է կարևոր, օրինակ, բաց գույնի նրբաբլիթներ ստանալու համար գոլից մի քիչ տաք հեղուկ օգտագործել, ինչպես է դա աշխատում։ Բանն այն է, որքան հեղուկի եւ ընդհանրապես բաղադրիչների ջերմաստիճանը բարձր է, այնքան խմորի ներսում այն սպիտակուցային ցանցն ավելի լավ ու ավելի որակով է կայանում։ Այսինքն խմորը որպես մեկ ամբողջություն ավելի հեշտ է կայանում։ Հետո իհարկե թողնում ենք հանգստանալու, սա շարունակվում է ու երբ տապակում ենք, տեսեք, որքան խմորն ավելի ճիշտ ու ներսում այդ ցանցն ավելի լավ է կայացած, այնքան ուղակի տապակի վրա խմորն ավելի շուտ է ամրանում։ Ու բնական է ավելի շուտ ենք հնարավորություն ստանում այն շրջել ու չի հասցնում կարմրել։ Այս ամենապարզ ու ամենահեշտ բացատրությունն է իրականում, այստեղ ոչ մի բարդ բան չկա։ Ուղղակի պետք է սա հաշվի առնել, իսկ երբ խմորը սառը բաղադրիչներով է, ճիշտ քանակություն հաշված չէ եւ այլն, բնականաբար այս միացությունն այնքան էլ ճիշտ չի կազմվում ու տապակի վրա մի փոքր խմորն ավելի շատ ժամանակ է պահանջում, որպեսզի ամրանա ու հնարավոր լինի շրջել։ Ժողովուրդ, միայն այս տարբերությամբ։ Այսինքն մենք նույն այդ խմորից տաք բաղադրիչներով կարող ենք նաև կարմիր թերթիկներ ստանալ, ուղղակի պետք է մի քիչ ավելի երկար տապակել, բայց քանի որ խմորը այս դեպքում շուտ է ամրանում, նաև հնարավորություն ենք ստանում շատ շուտ շրջել ու ստանալ ավելի բաց թերթիկներ։ Կարծում եմ, որքան պարզ են երևույթներն, այնքան ավելի հետաքրքիր են ու կարելի է դրանից շատ հետևություններ անել։ Քանի որ վերջերս Facebook-յան իմ էջում փոքրիկ հարցում էի տեղադրել, որպեսզի հասկանայի ինչ ակնկալիքներ ու հարցեր ունեք, հետևաբար նաև եկա եզրակացության, որ շատ շատերդ ուզում եք այն չոր նրբաբլիթները ստանալ, այսինքն երբ միջուկով փաթաթում ու տապակում ենք, որպեսզի դրանք եւ չոր լինեն, եւ ավելի խրթխրթան, եւ ձևն ավելի պինդ պահող։ Այսինքն երբ մի կողմից բռնում ենք, ամբողջական այդ փաթեթը միջուկի հետ միասին տեսքը պահում է, օդի մեջ մնում է։ Այս տեսակը ստանալու համար, սիրելիներս, մի փոքր հակառակ գործողությունը պետք է անենք, այսինքն ոչ այն, ինչ ես սովորաբար առաջարկում եմ։ Հիմա բացատրեմ։ Տեսեք, այն տարբերակները, որ ես միշտ առաջարկում եմ, ենթադրում են խմորի ներսում այն սոսնձանյութի լավ կայացած վիճակը, որը խմորը առավելագույն էլաստիկ է դարձնում։ Դրա շնորհիվ է, որ այն շատ փափուկ է եւ տապակելուց հետո, այո, լինում է խրթխրթան, բայց ոչ այն տարբերակով, ինչը որ ուզում եք ստանալ։ Հետևաբար, այդ 4 տարբերակը ստանալու համար իմ առաջարկածի հակառակը պետք է անենք, այսինքն, որ խմորի ներսում սոսնձանյութը շատ չզարգանա։ Իսկ դրա համար ուղղակի պետք է ստանալ խմորի խտությունը այնքան ալյուրով, որքան կպահանջի հենց այդ պահին։ Տեսեք, եթե ես միշտ առաջարկում եմ քիչ ավելացնել ալյուրը, թողնել հանգստանա, որպեսզի ներսում կպչունությունն ավելանա ու խմորը խտանա այդ հանգստանալու հաշվին, չոր նրբաբլիթների համար հենց միանգամից մենք ստանում ենք մեզ անհրաժեշտ խտություն, այսինքն միանգամից մի քիչ ալյուր ենք ավելացնում ու չենք սպասում, որ հանգստանալու ընթացքում խտանա։
Եվ իհարկե այդ խմորը չենք թողնում հանգստանալու, որ սոսնձանյութը չհասցնի շատ զարգանալ, բուսայուղն էլ շատ շուտ ենք լցնում նման արդյունք ստանալու համար, որպեսզի թույլ չտա, քանի որ ճարպը թույլ չի տալիս սոսնձանյութն առաջանա, խմորը էլաստիկ դառնա։ Իսկ մյուս դեպքում էլաստիկի համար գիտեք, ամենավերջում եմ ավելացնում միայն տապակելուց առաջ։ Եթե չոր եք ուզում, ուրեմն բուսայուղը ավելի շուտ ավելացրեք։ Տեսեք, այս խմորի մեջ արդեն սոսնձանյութը լավ չի զարգացել, ներսում այն կապերը, այն էլաստիկությունը, որ խմորը մեկ ամբողջական է դառնում, դա արդեն չի լինում ու բնականաբար նման թերթիկը տապակելուց ավելի չոր կստացվի։ Բայց այստեղ էլ անպայման պետք է ուշադիր լինել։ Երբ ալյուրն ավելացնում ենք, պետք է ճիշտ քանակությամբ լինի, պետք է ճիշտ հաշվարկենք։ Եթե պակաս եղավ, առանց այն էլ սոսնձանյութը չկա, ներսում կապերը ճիշտ չեն ձևավորված, եթե ալյուրն էլ պակաս եղավ, նրբաբլիթը տապակելիս կարող է փոքրանալ ու ձգվել։ Հաճախ նման երևույթ նկատած կլինեք։ Դա հենց ալյուրի պակասից է, երբ խմորի մեջ սոսնձանյութ չենք ստացել եւ ալյուրն էլ մի բան էլ պակաս ենք լցրել։ Նաեւ երբեմն լինում է տաք թավայի վրա տեսած կլինեք, խմորը լցնում եք ու մի տեսակ խմորը կարծես կտրատվում ու բաժանվում է։ Դա նույնպես ալյուրի պակասից է, այն դեպքում, երբ սոսնձանյութ չենք առաջացրել։ Այստեղ նաև մի նրբություն էլ կա, նման խմորի մեջ եթե ալյուրը մի քիչ անհրաժեշտից ավել լցրեցիք, նրբաբլիթը մի փոքր ավելի կոպիտ է ստացվելու, առանց այդ էլ ներսում էլաստիկություն չկա ու նման բլիթը պետք է արագ միջուկով փաթաթել, հակառակ դեպքում մի փոքր սառելուց հետո կարող է ճաքճքել։ Եվ առհասարակ, եթե խմորի մեջ էլաստիկությունը չեք ստացել, նման բլիթները պետք է օգտագործել միջուկով փաթաթել շատ արագ, կամ այդ օրը, կամ առավելագույնը հաջորդ օրը։ Եթե չոր նման տարբերակով բլիթներ եք ուզում, դա արդեն երկար թողնել ու ավելի ուշ օգտագործել չեք կարող։ Բոլոր արդյունքներն էլ ընդունելի են, բոլոր արդյունքներն էլ էականապես տարբերվում են իրարից, բայց կարող են ճիշտ լինել, եթե հաշվարկն ու մոտեցումը ճիշտ լինի։ Հուսով եմ կարողացա պատասխանել ձեզ հուզող ամենակարևոր հարցերին։ Եթե էլի հարցեր կառաջանան, անպայման գրեք մեկնաբանություններում, ես սիրով պատասխանում եմ։